Էլիտար շենքեր կառուցող ընկերությունից խաբված բնակարանատերերն այսօր պաստառներով հավաքվել էին Հայաստանի նախագահական նստավայրի առջև։ Սերժ Սարգսյանից նրանք պահանջում են անել հնարավորը ոչ միայն պատժելու ԳԱԲ բնակչին ընկերությանը, այլև ապահովելու իրենց խախտված իրավունքների վերականգնումը։ Նրանք նամակով դիմեցին նախագահին։ Պայմանագիրը կնքել են 2006 թվականին Պապոյան Գագիկի հետ, նա մեր իմ սեփական տունը քանդել է եւ բնակարանա տվել 19-ից 21 շենքից, բայց ես մի օրերս առաջ իմացա, որ իմ բնակարանը վաճառել է Մոսկվայի բնակ մի քաղաքացու, որը ամբողջ հարկը գնել է եւ ես հիմա փողոցում եմ հայտնվել իմ երեխաների հետ։ Նախագահը գրում է, որ ինքը իրավասու չի, մենք նամակները հետ է տալիս մեզի, պատասխանները գալիս է, որ ինքը իրավասու չի, դիմեք դատարան։ Ոչ մի իրավաբան մեր գործերը չեն վերցնում, հետ են տալիս, պատասխանելով, որ չեն կարող այդ գործը շարունակել։ Բնակիչներից Սոնա Մաղաքյանին ու մի քանիսին նախագահականից ընդունեց վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Նա բնակիչներին հավաստիացրել էր, որ իրենց խնդիրները կլուծվի մայիս ամսին։ Մայիսից հետո նշանակություններից հետո պոեզիա ձերկատերը պահել, ես լսելու ոչինչ չունեմ, մեր զենքը ընտրությունն է, մինչև ընտրությունն ինչ արի կարիք, ինչ չէ, մենք ձեզ չենք հավատում, մենք կանենք են ինչ որ մենք ենք որ։ Էշ մի ստատկի բանկը գա, հա։ Ընտրությունների վրա են աշխատում իրենք, ընտրությունների ձգում են, որ ընտրությունն անցնի, մենք լռենք։ Սահմանադրությունը մոռացել եք, երկրի գլուխը նախագահն է մեր անվտանգության համար, ներքին թշնամիների պայքարի դեմ դուք եք պատասխանատու։ Իրանք ընդհանրապես սպասում են, որ գործը քննացնեն, ընտրություններն ասեն, հետո էլ ասեն դե Պապոյանները փախել են, Սիմոնները փախել են։ Այսօր Սիմոնը բնակարան է վաճառում, ում է տալի այդ փողը, ով որ լռում է, փողը նա է ստանում։ Ոնց եղավ, որ բոլոր իշխանավորները հանկարծ լծվեցին այդ շենքի մեջ։ Այդ շենքը 6 արկանու հիմքի վրա Պապոյանը սարքել է 18 հարկ։ Մենք պետք է սկսենք նստացույցերով, աղմուկներով, դրսի լրատվամիջոցներով մեղադրում ենք բոլոր ատյանային ընդհուպ նախագահին լռության համար։ Ժողովուրդ, մենք մի զենք ունենք, ընտրություններ, անցկացրինք, ձեր տները գրեք սառույցին։ Սա պետական մաֆիա է, մեծ գազաններ են սրա հետում։ Հիմա ով ավելորդ տուն ունի թողնի։ Նախագահականից հետո բնակիչները շարժվեցին այն նոտարի գրասենյակ, ով վավերացրել է ընկերության հետ բնակիչների բնակարանների հատկացման պայմանագրերը։ Նոտար Ալվարդ Մելքոնյանն ասում էր, թե ինքը տեղյակ չի եղել Պապոյանի խարդախություններից։ Նոտարիատի մասին օրենքով նոտարը պարտավոր է ստուգի սեփականության իրավունքը։ Նոտարիատի մասին օրենքը, եթե դուք չգիտեք այդպես եք աշխատում, շատ գիտեմ եւ շատ լավ էլ օրենքը գիտեմ, որ այդպիսի բան չկա եւ վերադասի ճնշում չի եղել։ Մահարիչները կերել ես, մահարիչները դուրս են մնացել։ Ես ինքս եմ նույն վիճակի մեջ։ Դու դրսում չես դուք դրսում կանգնած չեն, իմ քերնը հանելա Հիմա որ աշխատում եք գորե ստուգում եք սեփականության իրավունքը, դե ավտոբուսի դիսպեչերն ապեչատ եք խփում, ստուգում եք։ Դուք եք վավերացրել մի քանի պայմանագիր մի բնակարանի համար։ Չի բացառվում, որովհետև նման հաշվառում օրենքով չի արվում։ Նախնական պայմանագրով նոտարը ոչ թե ստուգում է փաստերը եւ ոչ թե ստուգում է թե շինարարը որ վաճառեց այս 16 հարկանի 3 մասնաշենքանի այդ մեծ շենքը թե քանի պայմանագիր կնքեց նոտարին մոտ նման հաշվառում չի կարող արվել։ Ընկերության կողմից Արամ Իսարյան եւ Վիկմալյան փողոցի վրա կառուցված շենքերի բնակարանները վաճառվել են մի քանի ընտանիքի։ Ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դեպքի առթիվ Հայաստանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 1 ամիս առաջ։ Գործը տեղափոխվել է հատուկ քննչական ծառայություն։